գաղութատիրուկական դեպքը, որ տեղի է ունեցել եւ բնականաբար բոլորիս է, ով ճանաչում էր եւ գիտեր Վալուցա Գրիգորյանը, չէր կարող անտարբեր անցնել այդ ողբերգությունը եւ դժբախտությունը, կարելի ասել, չէր կարող այդ անձը անտարբերությամբ անցնել։ Ինչ վերաբերում է ձեր կողմից նշված առանձնահատուկ կաների նման տեղեկատվություն չունենք եւ ես անձամբ չունեմ, չգիտեմ ինչ ակնկալիքով եք այդ հարցը տալիս, ամեն դեպքում մենք ունենք տեղեկություն, ձեզ հարցնում ենք։ Ամեն դեպքում իրավիճակը տեսնում եք ոստիկանների ներկայությունը ամեն խաչմերուկում, ինչպես եւ ճիշտ նկատեցիք, դա քիչ բանի մասին չի խոսում, բայց հավաքվել, քննարկել, ինչ որ հարցեր շարունակություն տալ, ինձ հասած տեղեկատվությամբ նման իրականություն չկա, կան իրավիճակներ, կա պահ, երբ որ հավաքվում են, քննարկում են, դեռ այդ ողբերգությունը բոլորիս համար, բոլորիս մոտ իրականություն չէ, դեռ մենք չենք հավատում, որ Վալուցա Գրիգորյանը մեզ հետ չէ, այս է ամբողջ երևույթությունը։ Իսկ հետագա քայլերի մասին ինչ եք պատրաստում այսօր, ինչ շարունակություն է ունենալու այս ակցիան։ Ինքնաբուխ ակցիա է, ընթացքի հետ կապված կքննարկենք տեղում բնակիչների հետ էլ հասկանանք հետագա անելիքները։ Մարդիկ ինչ մտավախություններ ունեն, ինչու է խոսքը չի դադարում, այստեղ։ Մտավախությունների հարց չկա։ Հաշվի առնելով, որ հավաքվել ենք, բնականաբար հետաքրքրություն ամենակիչը ներկայացնում է, մարդիկ հավաքվում են, գալիս են, ով իմանալով, ով չիմանալով ներկայանում է, մեր աջակցությունն ենք հայտնում այդքանը։ Իսկ Ախտոյան ընտանիքի հեռանալը իրատեսական համարում եք։ Բնակավայրից հեռանալ, արդեն իսկ վերջերս հեռացել են։ Մշտական եթե նկատի ունեք, դա հետագան ցույց կտա։